աղաչում եմ ձեզ ուշադիր լսեք, որ թեկուզ մի թեթու խոսք ասեի դա օրը, ողբալով ծնկաչով ներողություն խնդրի, կապ չունի, դու ճիշտ է, քոյրը ով ուզում ալնի, դու եթե սխալ ես սարի նկատմամբ անպայման զղջա և ներողություն խնդրի, ես մի դեպք ուզում եմ պատմեմ դրա համար, ես հիշում եմ, մի անգամ լեհերս չեր ապաշխարում, ես մի հարց կար փոքր ախորս հետ, խոսում էինք, ես ճիշտ է ասում, բայց իմ ասելու տոնը սխալ էր, երբ որ դուրս եկա գնացի դպրոց դաստալու հաջորդ գյուղը, մեր հայացից դուրս գալուց Սուրբ Հոգին ինձ հանդիմանեց, ասեց, հորդ վշտացիր ու գնում ես, ես տարը լացելով հետ արա, հերս կոմում էր, պատվա օրս զղջացի գավոտերը, ասի պապներ այնց, ես քեզ, քո հետ լավ չխոսացի, չէ բանաջան, դու ճիշտ էիր ասում, ես էի սխալն ասում, չէ պապ, ես լավ չխոսացի քո հետ, հերս գրկեց ինձ, օրհնեց ինձ, այդ օրը ես երկնային կյանքով եմ ապրում, խնդրում եմ ձեզ, անշում եմ ձեզ, դարձեք, ընտանիք չսիրողը նամար չի դառնա, հավատքը սկսում ընտանիքից, եթե քո փոքր եղբայրը չես սիրում նրան, մեծ եղբոր նկատմամբ, հարազատի մեծի նկատմամբ հարգանք չունես դու, ով որ մեծին հարգել չի կարողանում, նա երբեք ոչ հոգեոր կմեծանա, ոչ էլ մարդ կդառնա, այդ եղբոր պատմությունը ես կիսա թողեցի, արդեն մահանում եմ, ցավերը խորացել եմ մահանում եմ, զանգեց ինձ գնացի, ասի տղա ջան, դու չես մեռնելու, մինչև ես իմ ասածը չանես, բա ինչ պավել եղբայր, ասի լացելով խնդրում ես հերումերդ կան քեզ մոտ, դու չես կարա գնաս, լացելով խնդրում ես, որ հերդ մերդ ներեն քեզ և խնդրես իրա տնից թաղում անեն քեզ, մահանում արդեն, սա կնոջ դրդումով չէ պտի ստեղից թաղեն, չէ պտի ստեղից թաղեն, ինչքան ստեղից թաղեն, ինչքան ստիպում էր տենց, ենքան սրա ողբը, գորալը, ցավերը, սա սկանում էր ժամ առ ժամ, սա իմ աչքի առջև է եղել, երբ որ ասում այդին, ես մեռնում եմ, չեմ մեռնում, թող հանգիստ մեռնեմ, իմ հորնմորը կալ չեմ, լացելով ներողություն խնդրեմ, որ նեղից թաղեն, և որ ես համաձայնվում եմ, խնդրում եմ, կանչում ծնուներ գալիս են, լացելով ներողություն խնդրում ես ինչ որ ասեցի, ասում եմ, նոր հոգին տալիս է։